Եկամուտների հաշվառման և գանձման վարչությանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարական համար 65 ներկայացնել տեղեկատվություն քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող այգիների, պուրակների և այլ տարածքների վարձավճարների չափը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքների մասին նախորդ ժամանակահատվածի համեմատականով։ Հարգելի պարոն քաղաքապետ, հայտնում եմ, որ առկա 3199 հասարակական նշանակության հողի վարձակալության պայմանագրերից 2382-ը հաշվարկվում են նոր կադաստրային արժեքով ավելի քան 74%, իսկ մնացած 817 շուրջ 26% պայմանագրերից 289 ծանուցված, սակայն չպահանջված նշումով վերադարձված ծանուցումներով պայմանագրերն են, 288-ը խնդրահարույց պայմանագրերն են, իսկ դատական վեճ, մասնակի սեփական պետական գրանցում չստացած, իսկ մնացած թվով 153 պայմանագրերը գտնվում են ծանուցման կամ ճշգրտման գործընթացում։ Նշեմ նաև, որ առկա 15662 ավտոտնակների և օժանդակալ շինությունների համար կնքված հողի վարձակալության պայմանագրերից 13199-ը ավելի քան 84% հաշվարկվում են նոր կադաստրային արժեքով, իսկ մնացած 2463 պայմանագրերից շուրջ 16%-ը 1047 պայմանագրերն են, ծանուցված, սակայն չպահանջված նշումով վերադարձված ծանուցումներով պայմանագրերն են, 802-ը խնդրահարույց, իսկ թվով 391 պայմանագրերը գտնվում են ծանուցման կամ ճշգրտման գործընթացում։ Այսպիսով վարձակալների շուրջ 97%-ի մասով արդեն իսկ տարվել են համապատասխան ծանուցման և ճշգրտման աշխատանքներ և ըստ էության ներկայումս տարվող հիմնական աշխատանքները պայմանավորված են նախկինում կատարված աշխատանքների արդյունքում ծանուցումը չստացած վարձակալներին կրկին անգամ ծանուցելու կամ այլ ճշգրտումներ կատարելու գործընթացով։ Այսպիսով հաշվետու ժամանակահատվածում ծանուցման և ճշգրտման աշխատանքներ իրականացվել են շուրջ 700 վարձակալների մասով, նախորդ ժամանակահատվածի համեմատ կատարողականը կազմել է նույնը շուրջ 700։ Շնորհակալ եմ, սիրելի երևանցիներ, ուզում եմ մի կարևոր թեմայով խոսել, որին պարբերաբար դուք միգուցե առնչվում եք, եւ խոսքը վերաբերում է ավտոտնակների կարգավիճակին։ Մենք պարբերաբար ստանում ենք ավտոտնակների, մետաղյա ավտոտնակների կամ որևէ տեսակի ավտոտնակների տակի հողի օրինականացման հայտեր, ինքնական շինությունների որոշման համաձայն եւ ստիպված ենք լինում մերժել այդ հայտերը, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա։ Մեր գլխավոր հատակագծով հիմնականում բոլոր ավտոտնակները վերգետնյա գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա։ Եվ ընդհանուր օգտագործման հողերի վրա մենք ուղղակի հնարավորություն չունենք ինքնական շինություններ օրինականացնելու։ Եվ բացի այդ, երբ մենք ստանում ենք այդ հայտերը ինքնական շինությունը օրինականացնելու եւ ստիպված մերժում ենք, մենք նաեւ կառավարության 596-N որոշման համաձայն պարտավոր ենք քանդել այդ շինությունները։ Այսինքն մենք այստեղ երկընտրանք չունենք մեծ։ Եվ դրա փոխարեն ես առաջարկում եմ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, կնքել հողի վարձակալության պայմանագրեր։ Այսինքն բոլոր ավտոտնակները չեն, որ քանդման ենթակա են։ Այսինքն եթե դուք կնքեք վարչական շրջանի հետ հողի վարձակալության պայմանագիր ձեր գործող ավտոտնակի համար, դուք այդ ավտոտնակը կկարողանաք շահագործել այս տրամաբանությամբ։ Եվ եթե դուք դիմում եք ինքնական շինությունը օրինականացնելու համար, մենք ստիպված ենք լինում մերժել, քանի որ դրանք մեծամասամբ գտնվում են ընդհանուր օգտագործման հողերի վրա, եւ մենք ստիպված ենք լինում հետագայում քանդել նաեւ այդ ավտոտնակները։ Եվ խոսքը չի գնում միայն այն ավտոտնակների մասին, որոնք որ բակերում են եւ մենք այդտեղ խաղահրապարակ ենք սարքում։ Մենք ուղղակիորեն այլընտրանք չենք ունենում, քանի որ կառավարության որոշումը մեզ որևէ այլընտրանք թույլ չի տալիս։ Եթե համայնքային հողի վրա ինքնական շինությունը չի օրինականացվում, որը որ բացատրեցի, մենք դրա հնարավորությունը չունենք ընդհանուր օգտագործման հողերի դեպքում, մենք ստիպված պետք է քանդենք այդ շինությունը։ Եվ դրա համար խնդրում եմ, հորդորում եմ այս ինֆորմացիային ականջալուր լինել եւ ավտոտնակների օգտագործումը ապահովել վարձակալության հիմունքներով, որպեսզի մենք էլ ստիպված չլինենք
իրականացնել այս քայլերի շղթան, որովհետև մենք էլ հասկանում ենք, որ իրականում մեզ համար բացարձակապես առաջնահերթություն չեն այն ավտոտնակները, որ ոչ միտեղ ոչ մեկին չեն խանգարում, չգիտեմ, խաղահրապարակ փոխարեն չեն, բայց նաև մենք ուղղակիորեն այլընտրանք չենք ունենում, քանի որ եթե մենք ստանում ենք ինքնական շինության օրինականացման հայտը, մենք ուղղակիորեն ստիպված ենք լինում եւ մերժել եւ ստիպված ենք լինում նաեւ քանդել այդ ավտոտնակները։ Հետևաբար խնդրում եմ դեպի վարձակալություն ուղղորդենք մարդկանց, նաեւ տեղեկացնենք, որ սա է ընդհանուր մեր գործընթացը։ Գլխավոր հատակագիծը 99% դեպքերում էս թույլ չի տալիս օրինականացնել այդ կառույցները եւ կառավարության որոշումն էլ իր հերթին մեզ պարտադրում է հետո մերժման դեպքում քանդել, այսինքն մենք որևէ ընտրության հնարավորություն այստեղ չունենք։ Երևանի քաղաքապետարանը այստեղ ընտրության հնարավորություն չունի։